Թեման Հայաստանն է, ուրիշ թեմա մենք չունենք։ Ցավոք սրտի պետք է ասեմ, որ մեկը կոտոշը տնգած ընտրում է մի ճանապարհ, հա, ու սենց այդ ճանապարհով էթում է անկախ նրանից այդ ճանապարհը ինչ է իրանից ներկայացնում կամ այդ ուր է բերում այդ ճանապարհը, այնքան որ իր հետևից մարդկանց տանի, հասկանում եք, բերելու է մեզ կանգնացնի մեծ խնդիրների առջև։ Բացի դրանից, ոչ մի ձևի ուրիշ կարծիք ոչ թե չեն լսում, նույնիսկ չեն էլ ուսումնասիրում։ Ուրիշ տարբերակներ ընտրած այդ իրենց այդ ճանապարհից իրանք չեն էլ նայում։ Չգիտեմ, երևի մեր երկրի ղեկավարը հույս ունի, որ մի օր Տրամպը կհելնի կհայտարարի, որ Հայաստանը Ամերիկայի տարածք է, ոնց որ Օրմուզի բանն ասեց։ Գուցե այդ պայմանավորվածությունը ունեն, ես չգիտեմ, բայց գիտեք ինչ, երբ որ այդ ճանապարհով մեր երկիրը գնում է, մեր երկրի այդ թափթփուկները, որոնք ղեկավարում են, ճանապարհին ճիշտ բաներ են ասում։ Ասում են մենք պետք է լինենք անկախ, մեր էկոնոմիկան պետք է դիվերսիֆիկացվի։ Դե ով է դրան դեմ։ Մի հատ եկեք մտածենք։ Ով կարա հելնի ասի, որ մենք չպետք է լինենք անկախ։ Մենք օրինակ լինենք անկախ, չգիտեմ, այսինչ երկրից կամ մյուս երկրից։ Բայց իրականությունը անում է ուրիշ բան։ Ասում է դելիմիտացիա ենք անում, իրականում ոչ մի դելիմիտացիա չկա։ Հողերը քողարկեց տվեց, ճանաչեց Ադրբեջանի տարածք։ Իմիջիալոց ասեմ, 90-ականներին այդ տարածքները վերցնելիս բավականին մեծ մարտեր է այնտեղ գնացել։ Եվ մենք բավականին զոհեր ենք այնտեղ ունեցել։ Ու դա արվել է դա մեր համար եղել է ստրատեգիական ուղղություն, որ մենք իրենց հեռացնենք այն լոգիստիկ ճանապարհներին, որ այսօր փաստացի անցան իրանց հսկողության տակ։ Հələ լավ, չխորանանք այդ ուղղությամբ շապ, զինվորական ուղղությամբ չեմ ուզում դեռ այսքան խորանամ, հա, բայց չի ասում վերջում ինչի ենք հասնում։ Ասենք այդ ճանապարհով գնացինք, դե հո անverջ չեն գնալու։ Մի օր միտեղ պետք է հասնենք, չէ՞։ Այդ հասնելու տեղը թող նկարագրի։ Ինչ ենք ստանում։ Ասում է անկախ երկիր, քանի գնում է մենք ավելի ենք կախման մեջ ընկնում։ Եթե ըստ իրեն մենք առաջ կախման էինք մեջ էինք միայն Ռուսաստանից, հիմա մենք կախման մեջ ենք համ Ռուսաստանից, համ Իրանից, համ Ադրբեջանից, համ Թուրքիայից, համ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, համ էլ Եվրամիությունից։ Մենք ոչ մի որոշում ինքներս չենք կարող կայացնենք։ Մենք ոչ մի մեր ցանկություն չենք կարող ստիպենք, որ միջազգային հանրությունը գոնե մեզ լսի։ Հասկանում եք, ես չեմ ասում բանանի, անի, գոնե լսի, ասի հա։ Չի լինում դա, որտեվ իրենք չեն կարող, որտեվ չունեն այդ գրագիտությունը։ Մեր գերիները բախվում, անես տպավորությունա ոնց որ սենց ասեմ էլի, մեր քաղաքացիները չեն, եթե երկիրի ղեկավարությունը օրենք ընդունում, ասում են մեր քաղաքացիները որ երկրից դուրս են, մենք իրենց չենք պաշտպանելու, բայց երկիրը իշտես պետքն է։ Իշտես պետքն է, եթե հայ քաղաքացին ընկավ ինչ-որ միտեղ դժբախտության մեջ, մեր երկրի ղեկավարը բան էլ չի ասելու, ինչի պետք է այդ մարդու բարեկամները իրան ձեն տան, որ ինքը գա ընտրվի։ Ինչի համար է ընտրվում, որ ներսում ասֆալտին պարկացնի, կամ ինչի պետք է մեզ պետություն, որը մեզ չի պաշտպանելու, մեզ քաղաքացիներից չի, մեզ այդ պետությունը ինչի պետք է, ինձ բացատրեք հասկանամ, ես չեմ հասկանում, պետությունը այդ դեպքում ինչի ենք ստեղծում, հələ մի հատ էլ հարկեր ենք մուծում, չգիտենք փող ենք տալի, չգիտենք գնում ենք կռիվ պաշտպանում ենք այդ երկիրը, բայց երբ որ պահ գալի, որ երկիրը պետք է մեզ պաշտպանի, քաղաքացուն պաշտպանի, ասում ես քեզ չեմ պաշտպանում։ Մեզ այտենց պետություն պետք է, ես կարծում եմ ոչ։ Մեզ պետք է պետություն, որը գոնե հարգանք ունենա աշխարհում, լավ աշխարհում չէ, գոնե մեր ռեգիոնում։ Եթե առաջ կներեք դե միշտեղ էլ Ռուսաստանում էլ տարբեր ասենք մարդիկ կան, եթե առաջ մեզից թե ճանաչում էին որպես մարդիկ, որոնք Ղարաբաղի համար կռվում են, հիմա որ հարց են տալի, դե ճիշտ է հայերին սաղ գիտեն, բայց ասում են ու դա ասում, որ ժզդալի Ղարաբաղ
Չէ, ասում են Նիկոլն է հանձնել, ասում են մենք ենք հանձնել։ Իսկ մենք պետք է այս ճանապարհից անպայման ոչ թե կանգնենք, մենք պետք է հասկանանք մենք ինչի համար ենք ստեղծել մեր պետությունը։ Ինչի համար ենք մեր պետության ղեկավար ընտրել այդ թափթփուկներին։ Այս անգամ չենք ընտրել, այս անգամ էլ այդ թափթփուկները իրանց աթոռից կպած են, որտեղ վախում են աթոռը հանձնեն։ Որտեղ որ հանձնեն, իրանք մեծ խնդիրներ են ունենալու, իրանց թվում է թե ինչքան պահեն, այնքան իրանք հեշտ են պրծնելու։ Չէ, ինչքան շուտ իրանք այդ աթոռից դուրս գային։ Այ երբ որ ինքը 20 թվականին ստորագրեց այդ փաստաթուղթը, ես իր խորհրդականն էի։ Ինձ ասեց ինչ պետք է անեմ, պարոն Կարապետյան, ասի, եթե ստորագրել ես, պետք է ելնես հիմա հրաժարական տաս։ Որտեղ նման փաստաթուղթ ստորագրողը ինքը չպետք է մնար երկրի ղեկավար։ Այդ դեպքում ես կասեի մենք երկիր ենք ստեղծել, մենք պետություն ենք ստեղծել, բայց ինքը արեց լովին հակառակը։ Ինձ մի անգամ հարց տվեց։ Ասա, պարոն Կարապետյան, ես նախարար եմ։ Կարող եմ Մոսկվայից մեկ է ցուցում տան, դու ինձ կալանավոր ես, ասա խելք թաց է, տես գերի։ Ես ինչ ես խոսում։ Ես ասի քեզ կալանավոր եմ մենակ մի դեպքում։ Եթե դու դուրս գաս դավաճան։ Դեն ժամանակ չունես հիմնավորումները, որը հիմա կա։ Եթե դուրս գաս դավաճան։ Տենց ծիծաղացինք անցավ գնաց, բայց ինձ հասկացա, որ ինքը գիտեր, որ ինքը դավաճան է, ինձ դրա համար էլ մի քանի ամսից հանեց, որտեվ հասկացա, որ վաղ թե ուշ ես դա իմանալու եմ։ Ու կալանավոր է իրոք։